ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 9-ին այցելելու է Հայաստան։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ռադար Արմենիայի հետ զրույցում նշեց, Վենսի այցով կդիտվի թրիփի ուղու գործնական քայլերի հիմնաքարը։ Բնականաբար ինչպես վերջաբանների նախագահն է հայտարարել գրառման միջոցով, ԱՄՆ փոխնախագահը գալիս է Ադրբեջան եւ Հայաստան Տրամպի երկու առաջ մղման եւ Հայաստան համար։ Ենթադրել կարելի է, որ այդ շրջանակներում հերթական հիմնաքարը կդրվի երկու վերաբերող գործողությունների առումով։ Տրամպը ուշում է, որ հավանաբար կազմակերպվի հայ-ամերիկյան ընկերության հիմնադրման։ Արդյոք Վենսի այցը կարելի է դիտարկել որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ներգրավվածության նոր փուլ։ Քաղաքագետի խոսքով դրա առաջին եւ տեսանելի վկայությունը օգոստոսի 8-ին ստորագրված եռակողմ եւ երկկողմ հայտարարություններն ու հուշագրերն էին Հայաստանի հետ։ Ներգրավվածության առաջին վկայությունը դա օգոստոսի 8-ի եռակողմ երկկողմ հուշագրերն էին եւ հուշագրերն էին, որոնք ստորագրվեցին մեծ իմաստով Հայաստանի հետ եւ մի հաստատություններ Ադրբեջանի։ Երեք հուշագիր է ստորագրվել Հայաստանի հետ, մեկը էներգետիկայի ոլորտին է վերաբերում եւ քաղաքական խաչմերուկին եւ երրորդը գիտահաղորդիչների ու արհեստական բանականության ոլորտին։ Ռիսկերի մասին խոսելիս Սաֆարյանն ասաց. աշխարհում չկա որևէ պատասխանատու դերակատար, որը պատրաստ լինի վտանգի տակ դնել այն բազմամիլիարդ ներդրումները, որոնք Միացյալ Նահանգները նախատեսում են իրականացնել Հայաստանում։ Երրորդ խելագար չէ ընդհատելու այն պատասխանատվական շղթաները, որտեղ միաժամանակ են շատ կարևոր երկրների խոշորահատողների շահերը եւ թակել այդ ճանապարհը։ Հետևաբար այապես նվազեցնում է Հայաստանի դեմ չասենք 100%, բայց այապես ու այս ժամկետում գոնե նվազեցնում է Հայաստանի նկատմամբ ռազմական ագրեսիայի վտանգները։ Քաղաքագետի խոսքով Ադրբեջանը փորձում էր Հայաստանը դուրս թողնել գլոբալ մատակարարման շղթայից, սակայն դա նրանց չհաջողվեց։ Միացյալ Նահանգների ներկայությունը այդ խնդիրն է, որ ըստեյության երթուղին դիալսի Հայաստանով, որտեղ Ադրբեջանը ցանկանում է այդ երթուղին անցկացնել Թուրքիայից Վրաստանով դեպի Ադրբեջան, դա նրանց թույլ չի տալիս, որպեսզի Հայաստանը լուսանկում լինի եւ այլ ուղղակի ստիպված է համակերպել այդ իրադրության հետ, որ Միացյալ Նահանգները ցանկանում են, որ ոչ ճանապարհը անցնում է Հայաստանի հարաբերությամբ։ Ստեփան Սաֆարյանը մեծ է գնահատում Հայաստանի շանսերը եւ հավելում, որ Երևանն այս գործընթացում արդեն ունի շոշափելի արդյունքներ։